Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Արդարության սայսը միշտ կարի հասնել է նպատակին, անկախ դիժերությունները, Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանակառավարությունը պիտրցնում է Գերմանիայի պատասխանատվության հարցը հայերի ցեղասպանության համատեքստում Շողեր Բիլեմջյան, հայրենասիրական կոչ համախմբման ու գործու ծրագրերի հետի Աշոտ Հարությունյան, քննարկվել է ծրագիրը վերի առանցքում Արևմտյան Հայաստանը հայոց պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունը հրատարակումն է։ Տեր-Պետրոսյանը նորից մարտահրավեր է նետում Փաշինյանին հրապարակելի հետի Արցախի խաղաղության առաջարկն են։ Վերականգնում վերաձևում Բաքվի մշակութային քաղաքականության դիմակը, հրաժարվում սաղ մեդալները ու շքանշանները Արման Պետրոսյան, Նարեկացի Մատյանի Սայաթնովայի նմանահանության շնորհանդեսը Երևանում։ Այս վերջերս տեղի ունեցած մի հատ կարևոր իրադարձություն Պաղեստինի անկախության ճանաչումը կարել նախադեպ հանդիսանա միջազգային իրավունքին դաշտումը ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալով Արևմտյան Հայաստանը հարցի լուծման իրան։ Մինչ անդրադառնանք սորվա իրողություններին, հարկ է հիշելը պատմական անցքերը։ Մինչև 1919 թիվը Պաղեստինը Օսմանյան կայսրության վերահսկողության տակին է ելել։ Այդ վխտեն Ֆրանսիայի դրոշի տակին գործող Արևելյան լեգիոնը վերի հիմնականում կազմված հայ զինվորներից մասնակցել ազատագրական գործողություններին։ Այդ լեգիոնը ձևավորված է նաև որպես Արևմտյան Հայաստան ազգային բանակի սկիզբ։ 1918 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ամիսների վաղը իրականացված ռազմական գործողություններն, հատկապես Ահարաշրջանի ազատագրումը նշանցն տավեր հայության ներկայությունը ներդրում է տարածքներում պատմական փաստան։ Հետագայում 1920 թվականի Սևրի դաշնագրի հիշատակումը նորից ընդգծում ավ Ֆրանսիան որպես մեծ տերություն, մի վխտե ստորագրալ պայմանագրեր վեր ընդունում են հայ ժողովրդի իրավունքներն պատմական հայրենիքում, սոր վերաշխարհ վերանայում ազգային ինքնորոշման իրավունքներն ու ճանաչում թայզապետությունների անկախությունը, Պաղեստինը օրինակը կարեց ծառայել որպես քաղաքական ու իրավական հիմք անդրադառնալ Արևմտյան Հայաստանը հարցին։ Պաղեստինի ժողովրդին պայքարը միջազգային աջակցությունով եւս մեծ ընդգծում ավ ճշմարտությունը, պատմական արդարությունը, վաղ թե ուշ կարին ճարին իրանց ճանապարհը։ Էշեբետ կայացած Արևմտյան Հայաստանակառավարության նիստին վաղը քննարկվել մի քանի հիմնարար հարցեր կապված թապատմական պահանջների ու թամշակութային ու քաղաքական օրակարգի հետ։ Նիստին վաղը ներկայացվել 3 հուշագրություն Գերմանիայի պատասխանատվության մասին հայերի ցեղասպանության համատեքստում։ Բերվինը վերաբերում է վնասների փոխհատուցմանը, ներառելով իրավական ու տնտեսական հաշվարկն է։ Երկրորդում ամփոփված են իրավական հիմնավորումն է, նշան տալու Գերմանիայի ներգրավվածությունը, աջակցությունը ցեղասպանության իրականացման գործումը։ Երրորդը պատմական վերլուծությունն է, վերընդգծում է Բերլին, Բասրա ու Թողուն նախագծի տնտեսական նշանակությունը Արևմտյան Հայաստանաբնական հարստությունների շահագործման նպատակն են։ Կառավարությունը որոշել ավարտին հասցնել գիրքը վերը համապարփակ ներկայացնական Արևմտյան Հայաստանապատմական ու իրավական պահանջներն հասցեագրված միջազգային կառույցներին ու պետություններին։ Արևմտյան Հայաստանը Արցախի հայրենասեր ուժերը խոր անհանգստությամբ են արձանագրում վերջին տարիների ողբերգական զարգացություններն Արցախում, վեր խորապես տապալալը ժողովրդավարությունը, ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը։ Արցախ թիքապացության ու իրենց քաջությունը, տոկունությունը, բայց անպատասխանատու քաղաքական ղեկավարման դերդա մուք տեսանք 2020 թվականի 44-օրյա կռվի 2023 թվականի ծանր ռազմական գործողությունների ծավալի հետևանքն են վեր խոր վերք են թողալ հայ ժողովրդին ոգումը։ Քիչ թե շատ մտահոգ չէ նաև այն վեր ուժեր վերնպաստան Արցախի հանրապետության գոյության խաթարմանը փորձում է ներկայանալ որպես փրկիչն է շահարկելով ժողովրդի վստահությունը։ Այդպիսի մոտեցումներ նշում է հայտարարության մեջ անընդունելին ու վտանգ չընդբերելու միայն մեր պետականությունը, այլև արժեզրկում են ազգային պայքարի գաղափարը։ Աշոտ Հարությունյանը կոչանում համախմբվել աչակողմնորոշվելով Արևմտյան Հայաստանի հանրապետության կառավարության շուրջ։ Այդ կառույցը ըստ իրան գործող միջազգային իրավատեխնիկական հարթակներում հանդես եկող ինստիտուտ է, վերսկսալ է դատական գործընթացներ Ադրբեջանի դեմ ԵԴ-ում ի պաշտպանություն հայ ժողովրդի իրավունքների։ Մատենադարանին պատվիրակությունը տնօրեն Արա Խզմալյանին գլխավորությունը 2025 թվականի սեպտեմբերի 25-ին կեցալ Արևմտյան Հայաստանը հայոց պատրիարքություն։ Պատվիրակությանը ընդունել է պատրիարքական փոխանորդ արժանապատիվ տեր Գրիգոր Ավա Քահանա Տամատյանը։ Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը վերահառանցումը պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունը հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումն է վերականգնումը։ Տնօրենը պատրաստակամությունը հայտան նախաձեռնելի պատրիարքության ներկայացուցիչի վերապատրաստումը Մատենադարանում, մասնավորապես հոկտեմբերի 14-ից 25-ը կայանալիք հիշողության կերպարանքները գիտագործական սեմինարի շրջանակում։
Սեպտեմբերի 24-ին Երևանում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ կոչ արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել մինչև 2020 թվականի պատերազմը միջազգային միջնորդների կողմից ներկայացված սաղ խաղաղության առաջարկն են։ Տեր-Պետրոսյանը ասելավը հենց Փաշինյանի կողմից 2019-ին Ամերիկայի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համատեղ մշակված վերջին առաջարկի մերժումն է ճանապարհեցրել աղետալի պատերազմի հետի։ Ինքն էլ ընդգծել ավեր այդ փաստաթղթերում ասված ամեն ինչ հստակ բարձելու է իրականությունը։ Փաշինյանը յուրան հերթին նախկին նախագահների մեղադրել է Հայաստանը պատերազմների մեջ ներքաշելի մեջի յուրենց առաջարկալա հերոստաբանավեճ, դաժե հեգնելով թա կարելի է անցկացնել յուրան երբեմնի կալանավարին խցումը։ Փաշինյանը ավելի վաղ ընդունածել էր մերժալա միջնորդների 2019-ի առաջարկը, որակելով սպառնալիք Հայաստան անկախությանը պետականությանը։ Բաքուն նորից փորձում է աշխարհին ներկայացնել յուրան բազմամշակութայնությունը, հանդուրժողականությունը հայտարարելով Շուշվա հայկական եկեղեցիների վերականգնման մասին, բայց իրականությունը ուրիշ է։ Բաքուն ոչնչացրել է Արցախա-ՄԽԼ եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ ու գերեզմաններ, փորձելով ջնջել հայկական դարավոր հետքը։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահ Շուքյուր Փաշազադեն հայտարարում է, թե պետությունը վերականգնում է ուղղափառ ու հայկական եկեղեցիներն, բայց ուղղափառ հռչակված կանաչ ժամ եկեղեցին լրիվ ավերվել է հենց Բաքվի կողմից Շուշվա գրավումից հետո, իսկ Ղազանչիցոց Սուրբ ամենափրկիչը 2020-ին կռվում է երկու դոնյում է թերախային հրթիռակոծվել է։ Թուրքական օրինակ ավշտի հարյուրավոր եկեղեցիներ քանդվել են կամ վերածվել մզկիթների, Բաքուն նույնպես փորձում է վերականգնման անբանտակի իրականացնել Աղավաղում։ 44-օրյա կռվի մասնակից Արման Պետրոսյանը հրապարակավ հայտարարել էր հրաժարվում է յուրան տրված սաղ մեդալներան ու շքանշաններան։ Ֆեյսբուքյան գրառման մեջին ինքը նշել էր լյուբոյ պարգև յուրան խորքում արտացոլալա ազատագրական պայքարի արցախյան շարժման ոգին, բայց սոր վեր իշխանությունն հրաժարվալն ազգային ազատագրական գաղափարներան ու դաժե ինքնորոշման իրավունքան այդ պարգևն են կուրծրան յուրանց բովանդակությունը։ Այդ շքանշանն ու մեդալն տրալն ամենօրյա ինքնախապեյության խորհրդանիշ։ Մունք պարգևատրվալն մի պենի հետի վեր սորվա իշխանության հետի համարվալա սխալ մոլորություն։ Պետրոսյանը կոչ արել յուրան մարտական հնգերներին ու պատերազմի մյուս մասնակիցներին եւս հրաժարվել պարգևներից, ապացուցել ավեր պատրաստ են դաժե պայքարելի արդարության, ազատության ու արժանապատվության հետի։ Սեպտեմբերի 19-ին Երևանում Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Գրիգորի Նարեկայի Վանից վանականի մատյան ողբերգության գրիչ Սայադ Նովայի գրքի նմանահանության շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն arczepiskopos Չարյանը, Հորիզոն թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը եւ մշակութասեր հասարակություն։ Հատուկ հրատարակությունը հիմնված է Մատենադարանի թիվ 10038 ձեռագրին Իրան, վերը 1765 թվին Պարսկաստանա Էնզելի քաղաքում սեփական ձեռքավ ընդօրինակ ալա Սայադ Նովան։ Գիրքը եւս մեծ հաստատում է մեծ աշխուղի հայր ինելը։ Շնորհանդեսի ընթացքում հնչալ են ելույթներ, կատարվել են երաժշտական ծրագրեր ու ասմունք։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։